Բարի լույս ցելի հեռուստադիտողներ, բարի լույս ցելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքը սկսեց Կենտրոնի առավոտը, միացեք մեզ, օրը մի քիչ ցուրտ է, տաք թեյ կամ տաք սուրճ վերցրեք եւ միացեք մեզ, հետաքրքիր եթեր է սպասվում, ողջույն։ Ողջույն, ցելի հեռուստադիտողներ, Կենտրոնում առավոտ է, աշխատանքը սկսել ենք ուղիղ եթերում, եղանակը անձրևում է, իջել է իհարկե ջերմաստիճանը, ցերեկը կլինի 8-ից 10, երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Այս պահին տեսնենք խոհանոցում ինչ է տեղի ունենալու, հետո անցնենք առաջ։ Ողջույն։ Բարի լույս։ Ինչ ենք այսօր պատրաստում։ Այսօր քանի որ ավագ չորեքշաբթի է կամ այլ կերպ անվանում են չիկ չորեքշաբթի, որը նշանակում է դատարկ չորեքշաբթի եւ համընկնում է Հիսուս Քրիստոսի մատնության օրվա հետ, նաեւ յուղով օծման հետ։ Հետեւաբար այսօրը հետաքրքիր ավանդական երկու կողմնորոշում ունի, այսինքն քրիստոնեական եւ ժողովրդական տեսանկյունից։ Ավանդական մասը իրենից ներառում է թթու ճաշի պատրաստումը, որը օծի ճաշ են անվանում այլ կերպ, ինչու որովհետեւ հավատում էին, որ այդ օրը օծի թթու պատրաստելով պետք է կանխեին ամբողջ տարվա ընթացքում գյուղացիների, այսինքն հողագործների օծի խայթոցից զերծ մնալը եւ իրենց մոտ հավատալիք կար այդ օրվա հետ կապված, դա թթու կաղամբով էր պատրաստվում, մոտավոր նման էր մեզ հայտնի քրչիկ կամ այլ շրջաններում կոնչոլ ճաշատեսակին, որտեղ Շիրակի մարզում քրչիկին կոնչոլ են ասում, եթե հեռուստադիտողը կմտածի, որ կոնչոլը այլ ճաշատեսակ է, պարզվում է, որ երկու անվանում ունի, կոնչոլը մեկը քրչիկն է Շիրակի մարզում եւ տավուշում եւ կոնկրետ լորիում այն հացով պատրաստվող ճաշատեսակն է։ Ես այսօր չեմ պատրաստելու օծի թթու, այլ պատրաստելու եմ տապակած սպանախ, բայց հետաքրքիր տարբերակով, որտեղ զատկական սեղանին բնորոշ տարբերակ է հիմնականում տապակած կանաչին, բայց մենք միշտ անում ենք տապակած կանաչի վրան ձու տարբերակով։ Ես առաջարկում եմ այս տարի փոխել մատուցման տարբերակը եւ այն մատուցել պարզապես խմորի մեջ, հատուկ այդպես պատառներով, փոքրիկ բաժիններով, կարծում եմ հետաքրքիր կլինի եւ մատուցման եւ որպես բաժնի տարբերակով դնել սեղանին։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Հիսուս Քրիստոսի մատնության հետ կապված, այսօր օծման եւ մատնության օր է համարվում, որովհետեւ Հուդան 30 արծաթով այսօր հենց ըստ Աստվածաշնչի կանոնակարգի, այսինքն գրառված նյութերի այսօր է մատնության այդ քայլը կատարել 30 արծաթով քահանաներին մատնելով, քահանապետներին։ Իսկ ինչ վերաբերում է օծմանը, սա պատմում է, երբ որ այցելում է Քրիստոսը Բորոտի տուն, այնտեղ բժշկելու, այդ ընթացքում կանանցից մեկը յուղը լցնում է պատահմամբ Հիսուս Քրիստոսի գլխին եւ աշակերտները այդ պահին զայրանում են ասելով, որ այդ յուղը աղքատներին կտայինք, ի պատասխան դրան Քրիստոսն ասում է, որ եթե աղքատները միշտ ձեր կողքին են եւ դուք կարող եք իրենց տիրություն անել, ես ձեր կողքին այլևս չեմ լինելու, այսինքն մոտալուտ իր թաղման եւ մահվան, այսպես ասած, լուրն էր հայտնում այլաբանորեն այդ կինը, կարծես կանխագուշակում էր եւ Հիսուս Քրիստոս իր մեկնությամբ տվեց, որ առաջիկա օրերին լինելու է իր, այսպես ասած, խաչելությունը։ Այսքանը։ Շատ խորհրդանշական օր է, կարծում եմ շատ բնորոշ մատնությունը մեզ հայերիս, բայց լավ է, որ գոնե նրանք 30 արծաթով էին մատնում, որովհետեւ կան մարդիկ, ովքեր առասարակ առանց 30 արծաթի էլ են մատնում։ Բայց անցնենք առաջ, հեռուստադիտողներ, ասում եմ մեր խնդիրները փնտրենք մեր մեջ, որովհետև այսօր էլ ավելի գեղեցիկ խորհրդանշական օր է, ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը։ Ես կարծում եմ, որ մենք իսկապես ժամանակին շատ լուրջ սանդղակ ենք գրավել, որակով, բոլոր առումներով, եւ դերասանական խաղի, եւ սցենարի, եւ առասարակ իր բովանդակության եւ շատ մեծ պատվով պետք է նշել հայ կինոյի օրը։ Մենք ունենք տեսանյութ կապված հայ կինոյի վերաբերյալ, այս պահին դիտենք, որից հետո կվերադառնանք։ Շարունակվում է Կենտրոնի առավոտը, ցելի հեռուստադիտողներ, այսօր եւս մեկ նշանակալից օր է, ոստիկանության օրն է նշում Հայաստանի Հանրապետությունում, ոնց որ հայ կինոյի պահով կարանք ասենք, մի քիչ առաջ, որ հուսով ենք, որ կվերադառնա, ասենք, չգիտեմ, հին մակարդակին լինել, ոստիկանության պահով կարելի է ասել։ Ես ավելի քան համոզված եմ, որ կան, այո, մասնագետներ, ովքեր որ սիրում են իրենց գործը եւ իրենք, չգիտեմ, իրենց գործը շատ անաչառ եւ շատ անկեղծ անում են, առանց ոչ մի այս կողմեն կողմնելու, բայց իրենք շատ փոքրամասնություն են, մեծամասնությունը
չգիտես ինչի է այնտեղ, որովհետև այն ինչ որ կատարվում է առհասարակ Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ պետավտոպեցուչների առումով կլինի, չգիտեմ, ոստիկանության աշխատողների առումով կլինի, հյուսային պողոտայում քայլող այն ոստիկանների առումով կլինի, ովքեր որ տեսնում են, օրինակ, չգիտեմ, սիգարետը գցում են գետնին եւ իրենք բացարձակական տարբեր են այդ ամեն ինչին, երբ որ տեսնում են, չգիտեմ, Հայաստանի 70% ռեստորանային համալիրների դեմը ժամը 8-ից 9-ից հետո ծեծու ջարդը եւ ոստիկանները բացարձակական տարբեր են կամ մոտենում են փորձում են, չգիտեմ, ժողովրդական լեզվով ասել բարիշացնել, ինչ նշանակում։ Մարդը հասարակական կարգը խախտել է, այդ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի, թե չէ։ Դե ուրեմն գաղափարը ոստիկանը ինչ առաքելություն ունի, ուրեմն ինչ որտեղ ինչ որ բան խաթարվել է, բայց էլի ու էլի կարծում եմ, որ ճիշտ տեղին է ասել, մենք արժանի ենք նրան, ինչ ունենք, եւ այս ձևավորված իրականությունը դա բացառապես հայի, հիմա շատ են չէ ասում, որ մեր կերպարը ջրի երես է դուրս եկել, սենց արտահայտությունները իրական պատկերը, իրականում դա բացարձակ ճշմարտություն է, պարզապես մեզ ընդհանրապես պետք է առիթ, որպեսզի մենք կարողանանք մեր իրական տեսակը ջրի երես հանել։ Իսկ առիթներ այնքան շատ են։ Իսկ սովորաբար, եթե մենք խոսում ենք մասնագետ լինելուց, ես կարծում եմ յուրաքանչյուր ոլորտում մասնագետը իրականով տիրապետում է իր աշխատանքին եւ սիրում է, ինքը գլուխը կախ իր գործն է անում, իսկ նրանք ովքեր չեն տիրապետում, իսկ 90%-ը չի տիրապետում, իրենք սպասում են որոշակի հրահանգների, որովհետև մարդը եթե չունի բավարար մասնագիտական վստահություն, ինքը պիտի այդ ստրուկի հոգեբանությամբ ապրի ողջ կյանք, որովհետև երբ դու ունես ներողություն բավարար եւ մասնագիտություն եւ հարգում ես այն տարիներն ու ժամանակը, որ ծախսել ես այդ մասնագիտությունը ձեռք բերելու եւ տիրապետում ես իդեալական, անհնար է, որ դու նախ քո գործը չանես գլուխդ կախ եւ երկրորդը, որ դու դառնաս խամաճիկ։ Դու հաստատ չես անի կամ անգամ կհրաժարվես, օրինակ, եթե մենք խոսում ենք ինչ-որ պաշտոնից, ոստիկանության կարևոր կոչումից։ Եթե մարդը հասկանում է, որ ինքը նրա համար է, որ երբ որ կհրահանգեն ինչ-որ բան կանի, երբ որ չէ, ինչպես դու ասացիր, չի խառնվի, անտարբեր կլինի, խախտումների շարից փորձանքից այո, մի քանի օր օրինակ երևի թե կար հրահանգ, որպեսզի Դավիթաշենի մոստի վրա վերահսկողություն լինի խախտումներ անողների համար, որովհետև այնտեղ հոծգից են խախտում եւ այլն, ընդառաջ են քշում այս կողմ այն կողմ։ Այդ տևեց ընդամենը 3-4 օր, ես ամեն օր եմ տեսել դա։ Հիմա նորից նույնը շարունակվում է եւ ես տեսել եմ բարեկային ծառայության ոստիկաններ, որոնք տեսնում են եւ ոչինչ չեն անում, որովհետեւ օրինակ հիմա ես այն օրը տեսա մի մեքենա, որը այն որ ասում է, այն որ մի քանի մեքենա ապշահարը նայում էր Կիևյան մոստի վրա, չէր հավատում, որ այդպիսի խախտում կարելի անել, ես ուզում էի հասցնել ասել, գիտեք, ոստիկանը հետևում կանգնած է, ձեր մեքենայից երկու մեքենային կողմ կանգնած է, իրենք ըստ երևույթին չէին նկատել, իրենք արեցին հետևյալը, լուսացույցի տակ կանգնած, առաջին գծից, երբ լույսը պիտի փոխվի, արդեն հատես մոստը, որ գնաս, իրենք այդտեղից եկան, հայտնի սուպերմարկետի դեմով այսպես sense կտրեցին երկու հոծգից եւ գնացին հակառակ, որովհետեւ խցան, այսինքն խցանում էր, ծանրաբեռնված էր։ Ու ոստիկանությունը դա նկատեց։ Ես տեսա, որ կանգնացրեց։ Գնահատեց։ Հա, դե ըստ երևույթին կտուգանվեին, որովհետեւ դա ահագին լուրջ տուգանք էր, էլի դա։ Դե հիմա նայիր, դու առաջի գծից եթե ուզենաս արդեն տեղաշարժվես երկրորդ գիծ, տուգանք է, չէ՞։ Երբ որ այն ճիշտ պահին չես այդ վազանցը արել։ Այսինքն արդեն լուսացույցի տակ ամենաառջևում կանգնած ես։ Հա, չէ, այդտեղ հոծկից է, իրավունք չունես։ Ահա, այսինքն ինքը ամենաառջևում կանգնած էր, դրա համար կարողացավ անել։ Ինքը առաջին գծից եկավ, կտրեց խաչմերուկից, հոծկից, ինչ կար չկար, կտրեց, անցավ, պատտվեց, որ մտնի նորից Կիևյան մոստ, հակառակ գնա։ Բավականին լուրջ համարձակություններ իհարկե, չգիտեմ նկատել էր թե ոչ, որտեղ լույսերը վառվում էր ոստիկանության մեքենայի, ես sense ապշած ուզում ասել էս չեք անում, կանգնած է ոստիկանը, բայց դե ոչ մի չէ հասցնի։ Հետո հասկացար, որ
ոստիկանին պետք է շրջվես, ասես, ես ինչ եք անում, չեք տեսնում, մարդը Չէ, բայց կանգնացրեցին, հա, իրենք այո, ազդանշանեցին եւ դե նկատեցին, որովհետեւ այդ խախտումը անհնար էր չնկատել։ Այդտեղ մի 4-5 երթևեկության կանոններ խախտվեցին միանգամից։ Բայց ես կարծում եմ, ես իմիջիալը շատ զավեշտալի էր այդ ուրփաթորներ այդ տեսարանը ինձ համար, որովհետեւ ես էլի ասում եմ, սա տիպիկ մեր տեսակն է։ Իրականում բողոքելու տեղ չունենք։ Այո, իրականում ինչքան էլ որ բողոքում ենք իրավիճակից, այո, ոչ մեկ իր տեղում չի, հենց դրա համար էլ այս իրավիճակին ենք, որ ինչ որ մի պահի ոչ թե դու թևաթափ ես լինում կամ հուսալեկվում ես, ինչ որ մի պահի ուղղակի հասկանում ես, որ ոչինչ եւ ոչ մեկ չի փոխվում, սկսած չգիտեմ, ազգային ժողովի ելույթներից, վերջացած ավականոնիստերից, չգիտեմ, վերջացած մարզերի ղեկավարներով, ոստիկանությունով, ամեն ինչով այս պետության համակարգը, ես սա ցավով եմ ասում, համակարգը չի աշխատում։ Չկա մի ուղղություն, չկա մի կարևոր գործառույթ, որը որ պետության գործառույթն է եւ դա իրականացվում է։ Ոչինչ բացառապես չեք կարող ինձ ցույց տալ մի ուղղություն, որը որ աշխատում է ներքևից վերև կամ վերևից ներքև աշխատում է։ Ոչ մի ուղղություն չի աշխատում եւ փաստորեն վերջում պարզվում է, որ կադրային քաղաքականությունը այո մենք սխալ ենք տանում, որովհետեւ մարդիկ չեն գալիս աշխատելու, չգիտեմ ես ինչը սխալ են անում։ Եթե ինչ որ մեկը կարծում է, որ մենք, չգիտեմ, այստեղ նստած շատ միլիոններով ենք աշխատում, չէ։ Ինչա նշանակում, մարդ պետք է իր գործը սիրի, որ գնա աշխատանքի։ Ես այսպես եմ հասկանում։ Եթե այդ մարդիկ չեն սիրում իրենց գործը, ուրեմն իրենք այդ գործին պետք է չլինեն։ Իրանց եթե թեկուզ տակ մի քանի միլիոն դրամ ավել գումար, ես ավելի քան համոզված եմ, որ դրանից իրանց սերը չի ավելանալու։ Սերը դեպի գումարը կավելանա, բայց սերը դեպի աշխատանք չի ավելանալու։ Մարդը եթե պատասխանատվության զգացում չունի, ինչքան ուզում ես դու իրան գումար տու։ Ինքը չունի պատասխանատվության զգացում, ինքը ատում է այդ երկրից, այդ երկրում ապրող ժողովրդից, ինքը ատում է այդ քաղաքից, ինքը ատում է անգամ այդ կեղտոտ կանգնած օդից, ինքը ամեն ինչն է ատում։ Մարդկանց է ատում, ինքը իրան է ատում, բոլորին, ինքը ատելությամբ լցված մարդ է։ Ինքը ոչ կարող է պետականաշինության գործում լումաներ դնի։ Դա անհնար բան է։ Իրականում ես երբ բացահայտում եմ մեր մարկային որակները ու հասկանում եմ օրինակ այս հուդայա ծառերը ինձ թվում է շատ խորհրդանշական է, որ այսքան հաճախ տնկվում է, որովհետև մեզ մոտ 10-ից 10-ը հուդայ է, ավաղ 10-ից 9-ն էլ չէ, 10-ից 10-ը, բայց հետաքրքիր մի բան կա, որ ես բացահայտել եմ էլի ինձ համար, երբ դու օրինակ այն որ ասում է թշնամուդ հետ ընկերացիր, որի հետ ասենք ինչ-որ մի X մարդու հետ թշնամի ես եղել, հա, ասում է դու իր հետ մտերմացիր եւ հետաքրքիր է, որ այդ երկու թշնամիները մոռանում են, ովքեր են եղել իրար համար, որպեսզի ինչ-որ երրորդի հանդեպ կարողանան ինչ-որ գործառույթ իրականացնել։ Ես իմիջիալոց ասում եմ էլի ու էլի, որ ես շատ զարմացած եմ, որ հայի մեջ եմ այդ տեսնում, ես զարմացած եմ այն առումով, որ շատ ափսոսում եմ, չնայած զարմացած չեմ, շատ ափսոսում եմ, որովհետև ասում եմ ես X ազգի ներկայացուցչի ասում էի, որ մեր եւ ձեր տարբերությունը այն է, որ հայը երբ հաց է կիսում ինչ-որ մեկի հետ, նա երբեք չի կարող հետևից հարվածել ու այն էլ վատ առումով, ոչ թե օրինակ հետևից հարվածել գոնե թե եթե դա ճշմարիտ է, կարող ես ընդունել, բայց երբ համացանցում ասում են գրառում կար շատ զավեշտալի բանը հուդայա ծառեր իրական հուդա քաղաքի համար շատ վիրավորվել է այդ արտահայտությունից, բայց ըստ երևույթին երևի թե մարդիկ գիտեն ինչ են ձևակերպում, որովհետև մենք իրականում բացարձակ այն արժեքները, որոնց մասին այդքան խոսում ենք, այդքան հային առանձնացնում ենք, մենք վաղուց այդ արժեքների կրողը չենք էլ լինի ըստ երևույթին այլևս, եւ ես հասկացա, որ պետք չի հույս ունենալ, եւ իրականում ես կարծում եմ պետք էլ չի քաղաքացիները, քանի որ գրում են, իրականում ուզում էի կարդալ մի 10 հաղորդագրություն էլի երեկվա ընթացքում եկել էր, ուզում էի կարդալ այդ հաղորդագրությունները, բայց կարծում եմ, որ իմաստ ու արժեք չունի, որովհետև ի վերջո հասկացա հետևյալը, ես չեմ ուզի, որ իմ կամ մեր բարձրաձայնած խնդիրները ընդհանրապես ձեզ համար լինեն սրտահովանք, որ դուք ձևակերպեք, որ մենք ձեր սրտից ենք խոսում,
որովհետև ես կարող եմ հիմնավորել հետևյալ կերպ, եթե ասելիք ունեք, բարձրաձայնեք ձեր ասելիքը, շատ քաղաքացիներ դա փորձում են անել եւ պարզապես պետք չի ասել, այ ինչ լավ է ասում։ Ոչ մեկ ոչ ման չի ասում էլ։ Եթե դուք ասելու բան ունեք, եթե դուք խնդիր չեք տեսնում մեր իրականության մեջ, ուրեմն ամեն ինչ շատ լավ է, ես ձեզ շնորհավորում եմ։ Իսկ եթե տեսնում եք, ուրեմն պետք չի որ ձեր փոխարեն ինչ որ մեկն անի, կարող եք պատասխանատվությունը վերցնել ձեր ձեռքը եւ ինքներդ բարձրաձայնել ու չսպասել, որ X մարդիկ ինչ որ X հարթակից ձեր սրտից կխոսեն։ Նախ ինչ որ մեկը ձեր փոխարեն ոչինչ չի կարող անել, ամեն մեկը իր փոխարեն է անում եւ երկրորդը եթե կա խնդիր, եկեք կամ պայմանավորվենք կամ եկեք միասին հասկանանք, որ այդ խնդիրը լուծվում է համախմբման միջոցով, ոչ թե ամեն մեկը։ Դավիթն ու Անուշիկը ինչ լավ էր, որ այս թեմայով խոսացին ու գնացինք տներով։ Հա խոսացինք հետո։ Մենք ոչ ենք խոսում, որ խոսենք սրտահովանք ու գնանք տուն պարկինգ քնենք, չէ։ Մենք խոսում ենք, որ փորձենք բոլորս միասին այդ հարցերին լուծում տալ։ Բայց եթե մենք պետքա խոսենք ու լսենք, թե ինչքան լավ ենք մենք խոսում, ես բացարձակ իմաստ չեմ գտնում դրա մեջ։ Պատմությունը ապացուցել է բազմիցս եւ ես այսօր տեսնում եմ դա բացահայտ, մենք մեր ձեռքով ենք ոչնչացրել մեր հերոսներին, որովհետեւ մենք չենք հանդուրժում մեզնից ուժեղներին կամ մեզնից ավելի պարկեշտներին, մենք չենք հանդուրժում հերոսներ, մենք չենք հանդուրժում ճիշտը, մենք չենք հանդուրժում մարդկային հարաբերություններ, որովհետեւ կան մարդիկ, էդ էլ իմիջիայլոց ինձ վերջերս մի շատ իմաստուն մարդ ասաց, որ կան մարդիկ, որ իրենք երբեք որևէ բանից ինքնաբավ չեն լինելու եւ իրենք միշտ ինտրիգներ են փնտրելու, որովհետեւ իրենց կյանքը այնքան տաղտկալի է անցնում, որ իրենց համար իմիջիայլոց մեծ պատիվ է ձևավորել իրենցից ավելի բարձր հարթակում կանգնած մարդու հետ ինտրիգներ եւ գոհ գնալ տուն քնել։ Գիտես, հա, ինքդ քեզ հավատացնես, որ դե ճիշտ է, ես իրեն չեմ հասնի, բայց գոնե թե կարող եմ իր հետ թեկուզ վեճի առումով հարաբերվել։ Դա իրականում հոգեբանության մեջ ամրագրված փաստ է մարդկային դրսևորման եւ շատ մարդիկ, ովքեր շատ առումներով զիջում են քեզ, սկսած կրթությունից, մարդկային արժեքներից, որակական հատկանիշներից, մասնագիտական աճից ու հասկանում են, որ իրենք օրինակ 20 տարի են նույն տեղում դոփում են, իրականում այդ մարդիկ միշտ սիրում են ստեղծել ինտրիգներ, որովհետև գուցե անձնական կյանքում էլ չեն ունենում ինչ-որ հետաքրքիր իրադարձություններ եւ երջանկություն, եւ այդ ամենը հանգեցնում է նրան, որ իրենք փորձում են ստեղծել շուրջը ինչ-որ պատմություններ, որ այդ խմորումների մեջ իրենց կարևորը զգան, որովհետև տանը կարևոր չեն, միջավայրում առանձնապես կարևոր չեն, երբեք չեն գնահատվել ըստ արժանվույն, միշտ ինչ-որ տարբեր հարթակներում խնդիրներ են ունեցել եւ դա մարդկային որակ է, որը ոչ կյանքում ուղեկցելու է իրենց եւ անկախ տարիքից եւ տեղափոխություններից իրենք իրենց շուրջ միշտ ստեղծելու են ինտրիգներ, հետաքրքիր ինտրիգներ, որտեղ տենց հետո տանը խոսելու բան կունենան, որ ես այս մարդու հետ անգամ կարողացա գոնե մոտիկից, այն որ ասում էին, մենք մոտիկից տեսել ենք։ Այդ լրիվ բնորոշ է մեր հայ տեսակին, գոնե մոտիկից կարողացա վիճել։ Սա իրականում մեր տեսակն է, բայց ասում են շատ մի էլի սիրուն արտահայտություն, որը ինձ հիացնում է ամեն անգամ, որովհետև ոչ միայն գեղեցիկ է հնչում, այլ նաև ես բազմիցս դա տեսել եմ։ Տեսնենք, թե տիեզերքը ինչ կորոշի եւ ինչքան գեղեցիկ ամեն ինչ իր տեղը կգցի։ Բնության մեջ էլ ենք մենք տեսնում, թե տիեզերքը ոնց է իր գործոնը ապահովում, որտեղ որ պետք է, մարդկային հարաբերությունների մեջ էլ։ Այդ իսկ պատճառով ընդհանրապես շարունակենք ամեն մեկս մեր տեսակին հավատարիմ լինել, նրանք ովքեր ազնվության, հպարտության, արժանապատվության հետևորդ են, միևնույն է շարունակելու են այդ սկզբունքով ապրել, ոչ թե աշխատել, այլ ապրել, որովհետև դա աշխատանք չի, դա կենսակերպ է։ Նրանք ովքեր հուդաներ են, իրենք շարունակելու են այդ կենսակերպով ապրել եւ իրենք լինելու են այդպիսին թե աշխատավայրում, թե անգամ սեփական տանը։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ անգամ իրենց սեփական ընտանիքի անդամներին են կարողանում փաստի առաջ կանգնեցնել, որովհետև դա տեսակ է, որը դրսևորվել է գուցե մանկուց, որը ինքնահաստատման պակասի պատճառով է դրսևորվել, եւ մենք այսօր այդ պատկերը ամբողջությամբ տեսնում ենք մեր հայ իրականության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ ասում են ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից,
ճշմարիտ է։ Ես կսկսեմ ինձնից, կշարունակեմ ինձնից եւ իրականում ձեր սրտահովանքը, այո, չեմ պատրաստվում լինել։ Ես կլինեմ իմ միջավայրում, իմ ընտանիքում եւ իմ կենսակերպում շարունակել լինել կիրթ, մասնագիտության մեջ հմուտ, ազնիվ, պարկեշտ, ինչպես ասում են, դասյարակել իմ երեխաներին եւ հենց դրանով էլ դու օրինակ կլինես այն հասկացող մարդկանց համար, որ կարելի է փոխել աշխարհը։ Իսկ մնացած առումով ես կարծում եմ դուք լավագույն օրինակն եք, հանրությունը լավագույն օրինակն է իր ընտանիքի եւ երեխայի, եւ երբ որ մենք տեսնում ենք, որ այդ տեսակ մարդկային տեսակները շարունակում են աճել ու հետո միջավայրում էլի դառնալ այդ ինտրիգներ ստեղծողները, դրանք հենց իրենց ծնողներից տեսած երեխաներն են, որոնք ոչ մի այլ բան չեն դառնալու, քան ինտրիգներ ստեղծող եւ ձևավորող, դավաճանող, արժանապատվությունը ոտնահարող, իրենց իմիջայլոց եւ այսպես։ Մի խոսքով մեր այսօրվա իրական պատկերը մեր այն թաքնված պատկերն է, որի ուղակի վառ ապացույցն ու դրսևորումները մենք հիմա տեսնում ենք։ Ես մեզ բոլորիս մաղթում եմ համբերություն եւ նրանք, ովքեր ուզում են ինքնուրույն իրենց անձով փոխել աշխարհը, ձեզ իհարկե համբերություն, սիրելի քաղաքացիներ, որովհետեւ դա բարդ է լինելու։ Եվ ուժ, այո, դա բարդ է լինելու, դուք միշտ հայտնվելու եք ինչ որ տարօրինակ իրադարձություններում, որտեղ բացահայտելու եք աշխարհը նորից ու նորից եւ հասկանալու եք, որ ավելի լավ է պարզապես աշխատել սեփական անձի վրա, այլ ոչ թե ուրիշի։ Սիրելի հեռուստադիտողներ, գովազդ կդիմավորենք մեր հյուրերին։ Խոհանոց գնալու ժամանակ թե դա շուտ է։ Վիտամինային խորհուրդ, ես կարծում եմ Վահեն պատրաստ է։ Գնատես լավն է։ Չէ, առանց քեզ չեմ գնա։ Ես որոշել եմ խմոր չուտել պարզապես։ Ես խնամքով կբացեմ, միջուկից կօգտվես։ Առանց քեզ չեմ գնալու։ Արտակին տեսքը կփչացնես դրան։ Չէ, մեկը կբացենք, մեկը չէ։ Լավ, առանց քեզ չեմ գնալու։ Ասում եմ գոնե այս անգամ որոշել եմ հավատարիմ մնամ խմոր չուտելու որոշմանս։ Բայց շատ բարակ է, չէ՞, ոնց որ խրոմը։ Խմորը շատ նուրբ է։ Ես իհարկե փաթաթելու ընթացքն էի Վահեի հետևում։ Լավն է, հա։ Հա տենց ըստում է հեշտ էր, շատ արագ էր Վահենը տանում ու շատ հմուտ։ Դե եթե խմորը պատրաստ է, ամեն դեպքում ավելի արագ է ստացվում։ Ես բաղադրատոմսը ներկայացնեմ։ Նախապես սպանախը պետք է տապակել, ջրազրկել եւ հետո ավելացնել վրան աղ ու սև պղպեղ եւ իհարկե հալվող պանիրի հետ միասին փաթաթել ֆիլո խմորում կամ թերթախմոր բարակ, սա հունական խմորի տարբերակ է, որը շատ է օգտագործում հիմնականում հունական խոհանոցում։ Իհարկե արևմտյան Հայաստանի խոհանոցում եւս մենք ունենք այս խմորի կիրառությունը, կոնկրետ այս դեպքում պատրաստի խմորով է պատրաստվել եւ միջուկը շատ փափուկ է, չնայած նրան, որ արտաքինից խմորը միշտ չորանում է, պետք է իրեն կարագով մշակել եւ ներսի շերտերից եւ արտաքին շերտից ու տեղափոխել ջեռոցը պատրաստել։ Այսքանը։ Բայց սա գիրացնող խմոր է, որ կկարծ։ Ոչ։ Սա շատ հաճախ օգտագործում են նաև դիետիկ ճաշատեսակներ պատրաստելիս, որովհետև իր կալորիականությունը նախ ցածր է, երկրորդն էլ բարակ է, շատ մյուս խմորների հետ չի ասոցացվում։ Իրոք շատ համեղ է։ Հատկապես եթե մեջը քաղցր միջուկ չկա փաստորեն։ Ընդհանրապես ոչ։ Շատ համեղ է։ Այսպես սպանախն է եւ ընդհանրապես քիչ աղ եւ սև պղպեղ, դե պանիրն էլ ուղղակի կարող եք դնել, կարող եք չէ, որովհետեւ Սա պահքային չի, չէ՞, եթե պանիր կա։ Ոչ, պանիրի արկայության դեպքում պահքային չէ։ Խմորի մեջ ես չգիտեմ ինչպես է պետականորեն պատրաստվում, որովհետեւ միգուցե ձվի խառնուրդ լինի կամ կաթի խառնուրդ։ Այնպես որ պահքի չենք համարում ամեն դեպքում։ Բայց շատ համեղ էր։ Բայց իմիջիալոց ես այն անգամ որոշել եմ կանաչներով տորթը պատրաստել, բայց մտածում եմ, որ սա մատուցման համար էլի շատ հարմար ու սիրուն է։ Ու զատկին արդեն, որտեվ վերջանում է, չէ՞, ամեն ինչ կարող են ուտել, այդ օրը կարելի է այս տեսակ պատրաստել, որովհետև ինձ համար լրիվ նորություն էր։ Տեսքը ինձ համար շատ կարևոր է ուտեստի։ Այո, մենք ունենք ուտեստներ, որ տեսքին ինքը շատ համեղ է, բայց տեսքին նայումս չես ուզում ուտել։ Բայց այստեղ լրիվ հակառակ process-ն է, մանավանդ երեխաների հետ կապված
դե այդ խնդիրը Որ կա, երեխաներին դժվար կանաչի է, է հատկապես, այո։ հա, ինքը համօգտակար է, Բայց համը շատ յուրաքանչյուր կանաչի գեղեցիկ է։ կարող է չէ՞ լինել։ Ցանկացած, այո։ Նախընտրելի այդպես տարբերակ չկա, այսինքն դուք խմորը պահում եք, մնացածը նույն հաջորդական։ Կոնկրետ սա շատ համեղ է, սպանակ։ Կարող եք անգամ խառը կանաչի, սովորական խառը կանաչի փունջ դնել, շատ համեղ կստացվի։ Ընտիր։ Քեզ շնորհակալություն իհարկե, շատ հավես ճաշատեսակ մեզ ներկայացնելու համար ու պատրաստման եղանակը ես տեսել եմ սպանախը խաշել, ջրաքամինել եմ տեսել, այլն չի թաքցնում գաղտնիքները, իսկ իհարկե պատրաստման եղանակը էլ ավելի հեշտ է, որովհետև խմորը պատրաստ է։ Մնում է վահեի նման հմուտ լինեք, կարողանաք այնպես արագ իրեն փաթաթել։ Այդ ամենաբարդ բանն է։ Կդառնա մեծ կանաչիով տոլմաներ։ Այո։ Մոտավորապես։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտն այսօր այսպիսին էր, այսօր 5-շաբթի է, չէ՞, եթե չեմ Չէ, չորեքշաբթի է, չորեքշաբթի է, շաբաթը կիսվել է իհարկե, առջևում դեռ 2 աշխատանքային օր ունենք, ձեզ իհարկե բոլորիդ մաղթում ենք լավ օրվա ընթացք, մենք վաղը նորից նույն ժամին ձեզ կասենք բարի լույս։ Եվ եղանակը տաքանալու է, այնպես որ բոլորս միասին տրամադրություններս բարձրացնում ենք, օրվա լավ շարունակություն բոլորիս։ Ստեսություն։ Հաջողություն։